Ըստ կազմակերպիչ նախաձեռնողների եւ նաեւ ոստիկանության միջև տեղադրված բանակցությունների սպասում ենք ոստիկանություն բերման ենթարկված իմ տեղեկություններով շուրջ 20 երիտասարդների ազատ արձակման, այսինքն ոստիկանությունը խոստացել է, որ նրանք ազատ կարձակվեն եւ կգան այստեղ։ Հիմա մենք այս պահին ունենք այս պայմանավորվածությունը եւ սպասում ենք մարդկանց։ Ճիշտ է, այս պայմանավորվածության գնալը շատերը հիասթափված հեռանում են ոնց որ թե ասելով թե Գիտեք, այստեղ երիտասարդություն մարդիկ եկել էին խաղաղ եղանակով իրանց բողոքը հայտնելով եւ Նալբանդյան փողոցում ստեղծված տոպիկը, որը ըստ էության կարող ավարտվեր այնպես ինչպես ավարտվեց Ամիրյան փողոցում, ուղղակի բերելու էր ավելի շատ մարդկանց ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելով։ Ես չեմ կարծում, որ մեր այսօրվա ակցիայի նպատակը, մեր այսօրվա բողոքի ակցիայի նպատակը ոստիկանության բաժանմունքում ավարտելն էր։ Հետևաբար ես կտրականապես չեմ կիսում այդ տեսակետը եւ համաձայն չեմ, այլ բան է, որ որոշ մարդիկ նաեւ այլ տիկնայք մտածում են գնալ, դրանցից մեկի աղջիկը նույնպես ոստիկանության նպատակին ծառայեց ակցիան, պարոն Սաֆարյան։ Ես կարծում եմ այո, որովհետեւ այսօր գոնե իմ համար հիմնական առաքելությունը Հայաստանից այս ձայնը հնչեցնելն էր, որ Հայաստանում կա հասարակության չափազանց լուրջ շերտ, որը ուզում է պահել իր երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ դեմ է Հայաստանը մաքսային միություն մտցնելու միանձնյա կայացված որոշմանը։ Հետևաբար, այս կտրվածքով ես կարծում եմ ակցիան միանգամայն հասել է իր նպատակներին։ Այսօր ոչ հեղափոխություն անելու նպատակ է դրվել, ոչ ոստիկանությանը ձեռնամարտի բռնվելու նպատակ է դրվել։ Այսօր ընդամենը ձայն հնչեցնելու նպատակ է դրվել։ Այդքանով ես կարծում եմ, որ ակցիայի մասնակիցները իրենց առաքելությունը կատարել են, բայց նույնիսկ եմ գրում, հիմա պիտի սպասել, որ մեր մյուս բոլոր ընկերները անազատությունից գան եւ միանան մեզ։ Իսկ դա կազդի որոշման սեպտեմբերի 3-ին կայացված որոշման վրա։ Գիտեք, միայն այն, որ մի քանի 100 մարդու դեմ դուրս է բերվել երկրի ոստիկանության, այսպես ասեմ, մարտական օղակները, սա արդեն նշանակում է, որ սա իրականում շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել եւ տեսանելի է, որ իշխանությունը համենայն դեպս շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը։ Այսինքն սա նախազգուշական քայլ է եւ ես վստահ եմ, որ բողոքի գործողությունները հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության պահպանության չեն սահմանափակվելու միայն սրանով, սա ամենը սկիզբն է, եթե անգամ անվանենք այն տարերային ոչ լավ կազմակերպված, միևնույնն է, այն սկիզբ է եւ կարծում եմ իշխանությունների այս մարտական վիճակի բերված ոստիկանության ուժերը արդեն իսկ խոսում են ամեն ինչի մասին։ Այսինքն վտանգը իշխանությունը շատ լավ զգում է, որովհետեւ այստեղ է կարող է մի փոքրիկ կրակից ուղղակի բռնկվել այն, ինչ տեղի ունենում Ուկրաինայի անկախության կորուստ ցույց տալու համար։ Հետևաբար ես կարծում եմ, որ իրավիճակը չափազանց նուրբ է, բարդ, լարված եւ պետք չի բացարձակապես դատողություն անել հրապարակում եղած մարդկանց քննելով։ Այսինքն այնպես չի, որ քիչ են, հա։ Այո։